Սերիմ, սա մենչը քո համար եմ անում։ Ուզում եմ, որ սիրուն կազմվածք ունենա կինդ, ուզում եմ գեղեցիկ լինեմ քո համար։ Իսկ հարցրել ես ամուսինդ ուզում է քո նման կին ունենալ։ Էլի սկսեցինք ստորացնեմ ինձ, հա։ Մինչև հասկանաս քո ավելորդությունը։ Մտածի ինչ ես խոսում։ Քեզ ասվող յուրաքանչյուր խոսք գիտակցված է։ Դու պետք է հասկանաս, որ ավելորդ ես իմ կյանքում։ Հերիք է ինձ նվաստացնես։ Եթե ես ավելորդ եմ քո կյանքում, ուրեմն ավելորդ է նաև իմ քեզ պարգևած երեխեն։ Որդուս չխառնես։ Այդ տղուն ես եմ կյանք տվել։ Իսկ դու շնորհակալ լինելու ու գնահատելու փոխարեն ամբողջ կյանքում ինձ սենց ստորացնում ես։ Ձայնդ։ Չէ, ես կխոսեմ։ Ու այս անգամ մինչև վերջ, որովհետև սա վերջն է։ Ես չեմ պատրաստվում այլևս անինքնասերի պես ապրել։ Ստոր, լռի։ Ստորը դու ես։ Դու ամբողջ կյանքում անինքնասերի պես վազել ես Աննայի հետևից։ Ձայնդ։ Մինչդեռ Աննան շատ շուտ մոռացավ քեզ ու Միքայելի հետ ամուսնացավ, ունեցավ երեխաներ, նույնիսկ ուրիշի երեխային մայրություն արեց։ Իսկ դու ինչ էիր անում այդ ընթացքում։ Դավաճանությունը մոռացած հավատարիմ շամպես Աննայի հետևից էիր վազում մինչև այսօր։ Վերջացրիր։ Ես էլ մինչ օրս քո հետևից եմ վազում։ Երևի կյանքի օրենքն է սա, չգրված օրենքը։ Ով սիրում է, նա էլ դառնում է անինքնասեր։ Բայց ոչինչ։ Այս վերջն է իմացի Սոս Բերբերյան։ Ես էլ չեմ պատրաստվում ապրել քեզ հետ։ Այս անգամ ես գնում եմ տնից։ Դու ինձ դուրս չես շպրտում։ Համարենք իմ ու քո սերն ավարտված է Սոս Բերբերյան։ Ու սա մեր պատերազմի սկիզբն է։ Դու օր ու արև չես տեսնելու Սոս Բերբերյան։ Փոշմանելու ես դեռ։ Մեր մեջ ամեն ինչ ավարտված է, Բերբերյան։ Վերջապես։ Ինչ է եղել։ Ինչ ես մոռացել շախմուսների տանը։ Եկել եմ, որ ինձ հուզող հարցերի պատասխանները ստանեմ քեզնից։ Իսկ եթե առանց փիլիսոփայելու խոսանք։ Չի սպասում, որ այսօր երեխուն կտանես։ Մտածում էի բուժքույր Իրինայի թաղման հարցերով զբաղված կլինես։ Խնդրում եմ մենակ չասես, որ չես ճանաչում Իրինային։ Համակուրսեցիդ չի։ Ինչ է, կարող եք հո։ Ես ոնց որ բժշկականը չեմ ավարտել։ Իրինան են բուժքույրն է, որ իմ առաջին ծննդաբերության ժամանակ ներկա է եղել։ Ուրեմն հաստատ համակուրսեցիներ չեք։ Բայց պարզվում է, այս ամբողջ ընթացքում դու, Լիլիթը, հնարավոր է նաև Սոսը իր հետ կապի մեջ եք եղել։ Լսի կարող է վատ երազ տեսել։ Ինչ ա ուզած այդ։ Ես ուզում եմ այդ գաղտնիքը բացահայտեմ։ Ինչ գաղտնիք։ Որ քեզ ու Լիլիթին իրար ա կապել։ Ու հնարավոր է Իրինան հետը տարավեն աշխարհ։ Մամ ջան։ Ինչ լավ է, որ եկել ես։ Եկել եմ, որ պապայդ մի քանի հարց տամ։ Ինչ հարց։ Ոչ մի հարց էլ չկա։ Տուն մտի աղբորդ մոտ։ Արի մամ ջան, արի գնանք ներս։ Չէ տղես։
Ինչի բուժքույրը քո անունը տալով մահացավ։ Ես ինչ իմանամ։ Կարող է վրես աչք կա ունեցել։ Կներեք, իսկ ինչ բուժքրոջ մասին է խոսքը։ Այն բուժքրոջով իմ առաջին ծննդաբերության ժամանակ կողքիս ա եղել։ Ու հնարավոր է գիտեր ինչ ա եղել իմ աղջկա հետ։ Քո երեխան մահացել է։ Հասկացար։ Մահացել է։ Ապա Ձեզ Բարև ձեզ։ կարելի է։ Նախ ասեք ով եք ու ինչ եք եկել։ Եկել եմ ցավակցելու ու հասկանալու ինչից ձեր մայրը հանկարծամահ եղավ։ Թե ինչ որ մեկին պետք էր, որ նա մահանար։ Մայրս իր կյանքի գնովից կյանք տվեց։ Այսինքն Այսինքն նա գումար վերցրեց այն տղամարդուց, որ եկել էր մեր տուն, որ գնամ բուժման։ Արդյունքում չմարսեցինք այդ գումարը։ Հենրի։ Ինչա դու էլ ինչ-որ բան գիտես։ Տղես ես քեզ խնդրում եմ, եթե գիտես, ասա հերիքա ինձ տանջեք։ Բայց չմոռանաս, որ այդ ընթացքում ինձ նայել չի կարելի։ Տղես ես քեզ խնդրում եմ։ Դու ինձնից երբեք ոչ մի գաղտնիք չես ունեցել։ Մենք քո բոլոր խնդիրները միասին ենք լուծել։ Հիմա ինչ ա եղել, որ ինձ չես վստահում։ մամ չես ուզում որ ասեմ։ Այն ինչ որ գիտես ու ինձ հիմա չես ասում։ Մամ, ես հիմա մենակ մի բան եմ ուզում, որ դու հանգիստ լինես ու այս վիճակից դուրս գաս։ Ես կհանգստանամ մենակ այն ժամանակ, երբ որ դուք ինձ ճիշտը ասեք։ Ոնց հասկանում եմ, այս հարցաքննությունը երկար է տևելու։ Ես գնամ երեխուս մոտ։ Դուք մնացեք, որովհետև իրար հետ խոսալու բաներ ունեք։ Համել կարող եմ մնամ Հենրին միամիտ ինձ նայի դրանից նեղվես։ Ես ինչ որ չեմ հիշում, որ թույլ տված լինե երեխու հետ գաս տեղ։ Աննա Բագրատովնա, ես մեղավոր չեմ։ Աննա Բագրատովնա։ Մի հատ կողմնորոշվի էլի ինչ հարցով ես գալիս, ինչ հարցեր ես ուզում քննարկես։ Մեկ 25 տարի հետ ես գնում, մեռած երեխուդ ես հիշում։ Մեկ էլ հանկարծ որոշում ես Հենրին ինչ որ բան հարցնես։ Մեկ էլ հոպ մի անգամից Այդային ու Դավուլին ես կպնում։ Մի հատ մոտդ կետ առ կետ գրի, որ կարողանանք հերթով անցնել։ Գնա երեխուն բեր։ Մի րոպե։ Երեխան հանգիստ իր սենյակում քնած է։ Ու հեսա ես էլ բարձրանում եմ երեխուս մոտ։ Դու սոսը ոնց որ ձեր մահացած երեխուն էիք ման գալիս։ Դե գնացեք գտեք։ Համել կարող եմ այդ սիրուն ընտանիք կազմեք, իրար հետ երջանիկ ապրեք։ Չէ՞ հեն։ Իսկ ես էլի ինչքան պիտի սպասեմ, մինչև դու լրջանաս։ Սպասի։ Սպասեք ես գնամ վերև։ Դուք հանգիստի ինչ ունեք խոսալու խոսացեք։ Իսկ դու երեխուն իբր ինձնից վերցնելով ինչ հարց ես ուզում լուծես։ Ես երեխուն որպես զենք երբեք չեմ օգտագործում։ Կարոտեցի, գրկեցի, բերեցի տուն։ Ինչա չի կարելի։ Կարելի է, բայց մենակ ինձ զգուշացնելուց հետո։ Դե ներողություն, մի հատ էլ մեյլ չուղարկեի ու սպասեի 3 օր հետո պատասխան ստանայի։ Շատ սրամիտ ես, ինչ խոսք։ Դե ես գնամ։ Չխանգարեմ ձեզ, ոնց որ մեր ու տղա լուրջ խոսալու բաներ ունենք։
Աննա Բագրատովնա, ես մեղավոր չեմ։ Ձեր ամուսինը մեզ բերեց այստեղ, հո երեխայի մենակ չէի թողնելու։ Գնա ներս։ Ես իսկապես չէի ուզում, որ անախորժություններ լինեն։ Գնա։ Ասա տղես։ Ինչ գիտես։ Մենակ թե բերանդ փակ կպայսանի։ Անուն չգիտեմ։ Աղոտ եմ հիշում այդ պահերը։ Իսկ կարաս մոտավորապես նկարագրես ինչ տեսք ուներ։ Իրոք չեմ հիշում, եթե հիշեի կասեի։ Այդ ինֆորմացիան ինձ համար շատ կարևոր է։ Հասկանում եմ, բայց եթե չեմ հիշում, ինչ կարամ անեմ։ Ինքնա։ Հա, ծանոթ է։ Մի բան ասա։ Ոնց որ թե ինքն էր։ Հաստորեն հիշեցիր։ Էլի եմ ասում, աղոտ եմ հիշում։ Բայց ինձ թվում է ինքն էր։ Մամայիդ հետ կապված բոլոր հարցերը ես կհոգամ անհոգեղի։ Իսկ դու Պինդերի։ Ինձ նայի։ Ես քո աչքերի մեջ տեսնում եմ, դու գիտես ու ինձ հիմա չես ասում։ Ամ շուրջս ամեն ինչ քանդվում է։ Չգիտեմ ոնց հավաքեմ ուղակի։ Դու այն օրն էլ եկար իմ տուն, որ մենք խոսենք, բայց պապա եկավ ու խանգարեց։ Ճիշտն ասա ինձ տղես, ինչա հորիցդ ես վախենում։ Չէ, չեմ վախենում։ Ուղղակի չեմ հասկանում ինչ ես ուզում ինձանից լսես, որովհետև ես քեզնից թաքցնելու բան չունեմ։ Երևի մենակ են, որ հա գնացել էի Անգելինայի մոտ։ Դու հիմա իմ հետ անկեղծ չես։ Մտքերս խառն են ուղղակի։ Ես վստահ եմ։ Դու գիտես ինչի պապատ այն ժամանակ չթողեց, որ դու ու Անգելինան միասին լինեք։ Ես այսքան ժամանակ դրա մասին չեմ խոսել, որովհետև իրան էի խնայում։ Մտածում էի հիվանդանոցում ա, վատ վիճակում ա, չտանջեմ։ Բայց լավ։ Չես ուզում մի ասա։ Միևնույնն է, ես մի օր իմանալու եմ, չէ, ճշմարտությունը։ Ես չեմ ուզում, որ էլի կռվենք։ Հերիքը ամոթ է։ Արի ես երախուն վերցնեմ ու գնամ տուն։ Աննա ջան, գնա քո հարցերով ու խնդիրներով զբաղվի, էլի։ Երեխան առավոտից իրիկուն չի կարա դայակի մոտ լինի։ Հիմա անցանք դայակի թեմային։ Իմ սխալն ա եղել։
Պիտի շուտ անցնեի։ Երեխուն ծնողական ջերմություն ա պետք։ Դու այդ չես կարողանում ապահովել։ Ես իմ երեխուն ամեն ինչով ապահովում եմ։ Դու մի անհանգստացի։ Թող վերցնեմ գնամ։ Չեմ թողնում տանես։ Հարցեր կան։ Գնա 25 տարի առաջվա մահացած երեխուդ մանարի։ Ես Դավոյի մասին հոգ կտանեմ, չկասկածես։ Ես քեզ խնդրեցի, չէ՞ որ դրա մասին էլ չխոսենք։ Ինչ եկել ես այդ ես խոսում։ Հիմա չեմ խոսում։ Ոչ շատ շնորհակալություն, որ 10 րոպե ընդմիջում վերցրեցիր։ Մեծ բանա գիտես։ Միքայել, արի ես հիմա երեխու դայակի հետ գնամ տուն, հետո աշխատանքի եմ, երեկոյան կզանգեմ, կհանդիպենք ու հանգիստ ամեն ինչի մասին կխոսենք։ Լավ գցեցիր գիտես։ Բայց գծագրելու մասնագետը ես եմ։ Քոնը լրիվ ուրիշ պրոֆիլ է։ Հələ տեսով ա զանգում, հələ տեսով ա զանգում։ Սոսա տա զանգում։ Երևի անհանգստանում ա քո համար։ Զանգելը չես պատասխանել, հիմա էլ ուզում ա ճշտի ոնց ես, ուր ես, ինչ ես անում։ Լսի, գոնե հոգատար մարդ է։ Լսում եմ։ Հենց նոր ուշքրոջի ռայտանն էի։ Տղան նայեց նկարիդ, ասես տեսել է, թե ոնց ես տարիներ առաջ իրենց տուն ելում ու տարել։ Ես համոզված եմ, որ երեխես ողջ է ու քո ձեռքով անհետացել։ Զանգել եմ ասեմ, որ վերջին օրերի տեղը տեղին վայել ես։ Միքայել Շախունց։ Անգամ չգիտեմ ոնց հարցնեմ ձեր որպիսությունը։ Աղջիկս, մարմնով ներկա եմ, բայց մտքով ամբողջովին, նույնս հետ եմ։ Ես էլ եմ շատ վատ վիճակում իրականում։ Աղջիկս, ես կանչեցի քեզ այստեղ, որ անկեղծ զրուցենք։ Ես շատ լավ հասկանում եմ, որ դու նույն չի ես սիրում։ Ես այնքանով եմ շնորհակալ քեզանից, որ նույն թույլ տվեցիր քո ներկայությունը վայելի։ Ու հավատալ, որ մի օր ամեն ինչ լավ կստացվի, բայց արի ու տես, ինչ կատարվեց։ Նոյի մտրությունն է եղել։ Անգելինա, ես եկել եմ ասեմ քեզ, որ ես քեզ չեմ մեղադրում։ Եվ կխնդրեմ դու ինքդ էլ քեզ չմեղադրես։ Կյանքը դեռ քո առջևում է։ Ես ամեն ինչ գիտեմ մյուս տղայի մասին։ Ես քեզ միայն երջանկություն եմ մաղթում։ Մնացածը դու գիտես։ Չեք պատկերացնի ոնց կուզեի այդ նույն սիրով փոխադարձ ես էլ իրան պատասխանեի։ Ես ինձ շատ մեղավոր եմ զգում կատարվածի համար։ Ու մտածում եմ, որ եթե մեր սերը փոխադարձ լիներ, մենք չէինք արժանան այս պատժին։ Նրան երջանկություն ես տվել։ Եվ վերջի րոպեին էլ նորից նրան դու երջանկություն տվեցիր։ Անգելինա ջան, ուզեի որ հիշես նույն եւ միևնույն ժամանակ գտնես քո երջանկությունը։ Աստված տեսնում է քո բարի սիրտը եւ մնա միշտ այդպես բարի սրտով։ Ֆուտբոլ խաղանք։ Այ տղա, սպասի մինչև ֆուտբոլ խաղալ էլ մի հատ քո սիրած ձևով թխենք, հա? Արի։ Երկու։ Լավ, դու խաղացեք, ես գնամ։ Ափսեները բերեմ, որ տորտ ուտենք, հա? Գնա։ Գնա ափսեները բեր։ Ոյ,
Ուտեմ սիրտը տարա։ Դավայ, թռնելով ոնց ես անում, հələ թռնելով արա։ Դավայ։ Ֆույ։ Ուտեմ ես քեզ արա։ Օխ։ Այն սրանից է ես վախենում։ Պարզվում է ես ձեր երեխոդ կապեմ, ունեցել։ Հայ քեզ շրջադարձ։ Չեմ հավատում։ Միքայել, չեմ հավատում։ Ասա, որ դու չես։ Ասա, որ դու ես ամեն ինչի հետ կապ չունես։ Մի հատ խորը շնչքաշի հանգստացի ու ինձ լսի։ Հնարավոր չէ։ Հնարավոր չէ, որ դու լինես։ Ոնց կարելի է հավատալ մի բանի, որը սուտ է։ Չնայած ինչքան էլ ես ասեմ քեզ, այդ սոսը կհավատացնի։ Ես քեզ եմ ուզում հավատամ։ Ասա, որ ես ամեն ինչը սխալմունք է։ Ասա, որ հիմարությունն է, թուրիմացությունն է, ասա, որ այդպես բան հնարավոր չի։ Նույն րոպեին կգայի ու կասեի արել եմ։ Կա քեզնից պիտի վախենայի։ Ես իրականում կորած տղա չեմ, բայց դու մի քիչ ինձ շատ ես ինչ-որ գերագնահատում։ Դե ուրեմն երդվի։ Դավիթի անունով երդվի, որ դու կապ չունես։ Ինչ։ Իմ ու քո Դավիթի անունով երդվի, որ դու իմ երեխու Մահվան հետ կապ չունես։ Քո նման հազարն էլ լինի, ես իմ երեխու անունով չեմ երդվի։ Ես վախենում եմ քեզնից։ Հələ ուր ես։ Ավելի լավ է ինձ անիմաց տեղը հələ մեղադրեք։ Այդ ձեր մոտ լավ է ստացվում։ Իմ սխալն է։ Հայ երբ որ իմացա որ հղի էիր, պիտի տանեի նենց տեղ կորցնեի, որ հիմա հետքը չերևար։ Բայց դե դուք մեղադրեք, շարունակեք մեղադրել։ Դա ձեզ մոտ ավելի լավ է ստացվում։ Իսկ այն ժամանակ իրականությունը լրիվ այլ կլներ։ Ես հիմա երեխուն վերցնում եմ ու գնամ։ Ստոպ։ Երեխան այսօր իմ մոտ է մնում։ Իսկ վաղ եթե ամեն ինչ նորմալ եղավ, ես ինքս անձամբ կբերեմ երեխուն։ Իսկ հիմա դու կարաս գնաս ու սոսիդ հետ ձեր հարցերով զբաղվեք, ոնց որ շատ հարցեր ա կուտակվել անցյալից։ Ես երեխու հետ եմ գնում։ Ինչքան քոնն է այս երեխան, այդքան էլ իմն է։ Ինչքան դու իրավունք ունես պահելու, այդքան էլ ես իրավունք ունեմ այս երեխուն պահելու։ Չնայած ինչի դու, դայակը։ Այսօրվանից այս երեխուն այլևս դայակը չի պահելու, երեխան կմնա ստեղ, իսկ վաղը նոր դրա մասին կխոսենք։ Ես որ քեզ բան եմ ասում, դու ինձ չես ուզում, հա ոնց որ հասկանաս։ Խիչ էիր ուզում երեխուն տեսնել։ Չի ուզում ինձ տեսնել։ Քեզ շատ է ուզում տեսնել, ախպերս։ Բա էլ ինչ խնդիր կա։ Դու սենց տակտիկա ես ընտրել։ Ուզում եմ հասկանամ ինչ տակտիկայի մասին է խոսքը։ Քո բռնած։ Այդ ուզում ես ասես, ինչ ուզես տենց ա լինելու։ Սա քո ուզածն է, դու ես ինձ ես միտքը տվել, Հենրի։ Լուրջ պատրաստվում ես այդ ամեն անգամ ինձ երեսով տաս։ Եթե չես ուզում, արի հիմա երեխուն հետ տանենք։ Ես երեխու ներկայացումից չեմ նեղվում։ Խոսքը քո քայլերի մասին է, որոնցից ես անտեղյակ եմ, ու որոնք դիտմամբ են արվում։ Ինչ դա դիտմամբ արվում։
Իմ պապը ինչ է։ Ֆուտբոլիստ ախպեր ես։ Գնդակ չկա։ Կա ախպեր ես, մի անհանգստացի։ Հեսա մի հատ հաց կուտենք, հետո իրար հետ կխաղանք, լավ։ Մամ, Ես մոլորվել եմ տղես։ Չգիտեմ ինչ անեմ։ Օգնի ինձ, ես քեզ խնդրում եմ, եթե ինչ-որ բան գիտես, ասա։ մամ ջան, ախր ես ինչ ասեմ, չգիտեմ քեզ ինչ ասեմ, բայց ուզում ես արի դուրս գանք, այս թեման երեխու մոտ չքննարկենք։ Չորս կողմս գաղտնիք է։ Նայում եմ բոլորիդ աչքերի մեջ ու հասկանում եմ, որ խաբում եք ինձ։ Բոլորդ ինչ-որ բան գիտեք ու չեք ասում։ Ես հյուրեր ունենք, հա։ Բարև ախպեր։ Դասես անունդ։ Ջոն։ Միքայել։ Ջոն։ Միքայել։ Ջոն։ Միքայել։ Խաղանք իրար։ Խաղանք։ Այնքան կուզեի հենց հիմա կողքից լինեիր։ Ու պատմեի, թե ոնց եմ փորձե քեզ սիրեմ, ոնց չեմ ուզեցե քեզ ցավ պատճառեմ։ Դու շատ լավն էիր նայ։ Երևի ավելի լավը, քան ես։ Ուղղակի խնդրում եմ ինձ ներես։ Չես պատկերացնի ոնց եմ ափսոսում, որ ամեն ինչ սենց դասավորվեց։ Ոնց եմ ուզում ժամանակը հետ տամ ու ամեն ինչ կանխեմ։ Ուզում եմ հենց հիմա քեզնից զանգ ստանամ ու ձայնդ լսեմ։ Խնդրում եմ ների ինձ։ Ների, որ քո սիրո չափ սեր իմ ներսում չի եղել։ Այդ հարցում էլ ես անզոր եմ եղել, նոյ։ Չեմ կարողացել ու չեմ կարողանում։ Հիմա վերևում ես ու երևի ավելի լավ ես տեսնում ամեն ինչ։ Խնդրում եմ, տես ու ների ինձ։ Մամ, կարամ հասկանամ ինչ ա եղել։ Հենց նոր սոսը զանգեց պապայիդ ու ասեց, որ իմ երեխեն ողջ ա ու իր անհետացման մեջ հորդ մեղադրեց։ Հիմա հասկանում ես ինչ ա եղել։ Հիմա ասա տեսնեմ համընկնում ա քո իմացածի հետ, թե չէ։ Նախ ես ոչ մի բան չգիտեմ։ Ու երկրորդ, պետք չի սոսի ամեն ասածին հավատաս։ Ես էլ չեմ ուզում հավատամ։ Անկախ ամեն ինչից ես չեմ ուզում պատկերացնել, որ քո պապան կարող էր իմ հետ սենց վարվել։ Աստված չանի, ես իմանամ, որ դու իմացել ես ու ինձ չես ասել։ Ես քեզ չեմ ների, Հենրի, ես քեզ կյանքում չեմ ների։ Հիմա ուր ես գնում, արի ես քեզ կտանեմ։ Պետք չի, ես արդեն տաքսի եմ կանչել։ Մամ, ոնց որ լավ չես։ Լավ եմ։ Արի չեղարկի այդ տաքսիդ, ես քեզ կտանեմ։ Ես չեմ ուզում, որ դու ինձ տանես։ Մանավանդ, որ չես պատրաստվում իմ հետ խոսել։ Աստված չանի, ես իմանամ, որ դու գիտես ու ինձ չես ասում։ Բոլորին կներեմ, բայց քեզ չեմ ների։
Քեզ խաբելուց հետո կես մարդ եմ դառնում մամ։ Կներես ինձ։ Մի հատ ես եմ խաղում, մի հատ դու։ Հետո հենդո պապի հետ կխաղաս, հա? Ապրես։ Հիմա դու ես։ Ուզում ես քեզ տանեմ փոքր ապերի հետ ծանոթացնեմ։ Այս փոքր ապերով է։ Անունը Դավիթ է։ Էստեղ, էս էլ ստեղ։ Առաջինը ես եմ։ Դեկցի։ Իսկ գիտես ինքը ում ապերն է։ Հենրի։ Հիմա դու ես։ Համեր իրար հետ տորթերը ուտեք, հա? Սիրում ես տորթ։ Որ տորթերն ես սիրում։ Տորթերը ժելեի։ Հասկացա։ Ժելեի տորթերի վրա մոմ կդնենք կփչեք իրար հետ։ Ապրես։ Աղբեցի։ Ալո։ Տեղը տասա գալիս եմ։ Քանի զանգել ես քո համար հետաքրքիր։ Ես Միքայելի կողքին կանգնած էի, որ դու զանգեցիր։ Ու Ու ինչ։ ու սպասում էիր նման բանի։ Ես հիմա էլ չեմ սպասում։ Դու փաստորեն սենց կուրորեն հավատում ես դրան։ Գիտես, եթե ընտրությունը Բուշքրոջ տղայի ու Միքայելի միջև է, ես նախընտրում եմ Միքայելին հավատալ։ Բայց եթե հավատում ես Միքայելին, ինչ ես ուզում ինձ տեսնես։ Որ հասկանանք ոնց են գտնում երեխուն։ Ուզում ես հասկանաս, միակ ճանապարհը Միքայելն է։ Միքայելը կարա ասի։ Սոս, ես հիմա չեմ կարող դրա մասին քո հետ հեռախոսով խոսել։ Խնդրում եմ, տեղը տասա գամ։ Նայտես, հիմի կոնկրետնի մենք նստած ենք սուշիի վրա, չէ? Ինչ սուշի վրա չեն նստում? Սուշին ինչ են անում? Ուտում են։ Ուտում են, ապրես, մալադեց։ Երեխեն ճիշտ ասում։ Սուշին ուտում են։ Բայց շատ համով են։ Հիմի բան արա, վերցրու էսի սենց։ Կամ էլ սենց կարաս մտցնես մի անգամից մեջի վերցնես, այն այ սենց, օբա։ Այսի քեզ։ Չէ՞։ Միայն ինչ որ բան պիտի բացենք, որ համով լինել, առանց մենագտեց համով, Հա։ հա։ Ահա լավ։ Ահա, մալադեց։ Ես միշտ կպատվիրեմ, եթե քեզ դուր եկավ։ Այգո, ահա։ Տեսա ես էլ բերեցի։ Հիմին այդ ես, ոչ ես ուտել գիտեմ, այս փայտիկներով, ոչ էլ դու։ Մենք պետքա դասեր անցնենք, սովորենք, որպեսզի կարողանանք այս ամեն ինչին ընտելանանք, ճիշտ է։ Համոս լուսի է։ Գիտես ինչ արա, այդ որ տենում ես այդ փայտիկով չի լինի, ձեռով դռնիկ էր։ Նա իմ նման, իու։ Այ դու ապրես, այկո ցավը տարա։ Ահա։ Ահա։ Всё, ապրին բալեր, ապրի։ Պապի, Աջան։ արի թերերով կտնենք։ Давай։ Ջիշ։ Յա։ Ով կարողա ձուկ աուտել, չէ՞։ Սուշի աուտել, այ շոբլա բադի։ Ես տարվացի, բայ քու։ Ես տարվեցի, ահա։ Մի հատ էլ եմ դնում քեզ։ Դա ինչ է։ Այսօր ամբողջ օրը ես վիճակում եմ։ Ոնց հասկացա տիկին Աննայի հետ էլ կռվեցին։ Աննայի։ Էլի ստեղ էր։ Հա, Ես տուն չի։ Ախպեր, եսի տուն չի, բրախ ապնոյ դվորա։ Ով ասես գնում գալիս է։ Տանք դրել եմ լքեր այդ ծավը տանեմ։ Լրիվ ընգելես ես տան վանա ապրողների խելքին։ Ահա, էդի կերետ ու նորից կուտեսելի։ Համով չուսի է։ Համով չի։ Եսի կծու է գիտեմ։ Եսի կծու չի։ Կծու է։ Եթե լա կծու, փորձեցիր։ Մի քիչ, տենց փորձ, ահա, փորձի տես ոնց է։ Կծու է։
ինչքան է շարունակվելու այս խաբեությունը։ Չգիտեմ։ Ինձ հարցեր մի տուր։ Գնա։ Պապ դու հասկանում ես, որ ես էլ չեմ կարող մամային խաբեմ։ Իսկ դու մի խաբի, ընդամենը լռի։ Էդ էլ չի ստացվում։ Հայրի խնդրում եմ, գոնե հիմա դու ինձ մի ճնշի։ Առանց անել լավ չեմ զգում ինձ։ Բայց մի մոռացի, որ այս պատմության մեջ բոլորս ենք թաթախվելու քո պատճառով։ Երևի սխալ ժամանակ եմ, հա, եկել ես գնամ։ Համեցի, ես արդեն դուրս եմ գալիս։ Այսօր մեկ շատ ճիշտ ժամանակին ես գալիս, մեկ շատ սխալ։ Բա հիմա ես ինչ անեմ։ Գնամ թե մնամ։ Չէ, ավելի լավ է գնա տուն։ Աշխատանքից ազատված եմ։ Հայդա ջան, գնա տուն։ Չէ, ուղղակի ուզում եմ իմանամ։ Դու հիմա գնա տուն, մնացածը հետո կհասկանանք։ Բայց նոր մարդուն ես ոնց սենց շուտ քնեց։ Կամաց։ Խոսած իրա ոտով եկավ պարկեց կնեց։ Դու ինձ ասա տենամ, մերը տենջեր ես ուրել է, եկե հասես թե։ Պապի, այս գաղտնիքը արդեն բոլորիս սպանում է։ Էլ չգիտեմ ոնց մամային խաբեմ, ոնց այդ սուտը թաքցնեմ։ Ինքն էլ ախր ամեն ինչ հասկանում է։ Հորդ խատեր պետք է թաքցնես։ Ոչ միան չպետք է ասես։ Բայց մի օր իմանալու է, չէ։ Արա օրը կգա կիմանա։ Չեմ պատկերացնում, որ հանկարծ մաման իմացավ, որ Անգելինան իր աղջիկն է ինչ անում։